Բարելուս Փալաջան, Աստծո բարին։ Եներ ժողովուրդ էին ինչ էին ուրախացել, որ պատմում ես այդ հիշողություններից, պատմում ես քո անցած կյանքից։ Մարդիկ գնում են նոստալգիայով, գնում են հետ, գնում են իրանց այդ տակուկ ընտանիքը, իրանց մամայի, պապայի կարոտն են առնում, իրանց ծնողների, տատիկների։ Ինքան հետաքրքիր է, գիտես մամ, դու իմ մաման ես, ես չեմ զգում, բայց որ ես մեկ-մեկ նայում եմ, ասենք ինչ որ մի բլոգեր իր մամային ա ցույց տալ, իր մաման երկու բառ ա խոսում, այնքան հաճելի։ Հանգարց խոսակցություն ա լինում, բան, ասում են կոմունիզմը եկավ մեր կողքով անցավ, գնաց մենք չզգացինք որ կոմունիզմ էր։ Ամեն ինչ առատ էր, բայց դե չանդամի կոմունիզմ էր, փող չունեինք։ Այդ ավելի ցնցող է։ Ամեն ինչը կա, բայց դու փող չունես, զրկված ես։ Այդ գիտես ինչ ա, ոնց որ մարդու կերակուրը տնեն դեմը թևերը կապին։ Այ ապրես, հա, այ ապրես։ Էդի գիտես ոնց որ Անահիտը այն բանի այդ կոշիկների ներկայացուցիչներ, չէ՞ մամ ջան։ Գիտես Անահիտի կոշիկների սերը դեպի կոշիկը, իմ ռազմերը չկար, հա, դաժանա, դաժանա, ոնց կոնֆետը տնեն։ Ինչի՞ համար, հետո մի ժամանակ հետո սկսենք աշխատել, ամուսիններով աշխատեցինք, արդեն փող ունեինք, երեխեքը մեծացան, աշխատում են, փող ունեինք, այդ փարկաս, ճանապարհները բացեր, մի պասպորտ ունեինք սովետական միության, կարողանում էինք գնանք Ռուսաստաններ անչափ լիքներ ու ազատ, անչափ։ Ու դեղից արդեն ինչ պետք էր առնում էինք, գալիս էինք փարկաս ու ապրում էինք, երեխեքս էլ առողջ, անփորձանք, սովորում էին, լավ հպարտ էինք մենք լավնիկով, ամուսիններով, որ իմ երեխեքը լավ են սովորում, դպրոցի պարծանքն էին, դա էլ էր ժամանակ, դա էլ մենք ճաշակեցինք, դա էլ վայելեցինք, դրա համար հանկարծ որ երեխաները մի փոքր չարություն են անում, սիրով, ժպիտով դիմավորեք, ժպիտով վարվեք, որովհետև անցնում է, այդ օրը էլ հետ չի կա, վայելեք այդ գեղեցիկ մանկությունը երեխաների, Աստծո տված բարիքն է դա, տվել է, այ ոնց որ ես էդ է ասում, կոմունիզմն եկավ անցավ գնաց, էդ էլ է գալիս անցնում է գնում մեր կողքով, մենք գիտենք հավիտյան է։ Սիրելիներս, մեր մոտ արդեն նավագոդնի պրազնիկ է, նաև դրսում։ Մաման ասում է, այս մարդիկ Անահիտից բետար ինչ են այսքան շուտեր։ Նայեք, տեսեք, ինչքան գեղեցիկ է ժողովուրդ ջան։ Էսի փոքրիկ բան է, այդ մոլ է սա, այդքան մեծ մոլ չի, սա ոսկու խանութն է։ Իմ ընկերուհիներից մեկն ասեց, որ այս իստուաղ դողում, որ սոլդ է լինում, պիտի գաք եւ առնեք։ Էս ինչ է ասում։ Յա, Color Friday-ն է, հա։ Հələ մտնեմ տեսնեմ ես ինչ բեբեի բաներ կան էժանացած։ Bonjour. Vous faites Black Friday? Oui. Ah, c'est bien. Il me faut naissance pour une petite fille. Alors c'est par là. Naissance ou quelque chose pour un an. Voilà. Ah, voilà, ça me plaît Donc déjà là, de loin. En fait, naissance, là, c'est jusqu'aux 9 mois. Oui. Après le 1 an, voilà. Elle est née il y a 2 jours. Oui. Pour un an, je pense qu'elle va avoir plein de, oui, elle a plein de choses. plein de choses. Mais là, vous en avez partout. Hein. Ah, ça c'est joli, je trouve magnifique. Mais bon, celui-là, ça commence à quel âge? Pareil, ça commence aussi. D'accord, une robe, gilet, ouais. Après naissance, c'est là. Oui. Ժողովուրդ ջան, ես եկել եմ Leclerc, հեսա երեխեք են տրանք, որ ձեզ ասեցի կանդելեները, բայց այդ չապսի, մեծ չապսի չկա, այս չապսեր, բայց սրանք էլ են լավ, այս փոքրները չգնեք, այս սրանք են լավը, բայց դե իմ բանի այդ որակը, ինձ թվում է, ֆիրմայի որակը, չգիտեմ սա ինչ է, իրանից ներկայացնում, բայց այլ վատը չի, ֆիրմա է ոնց որ, մուլը մոֆինը, ամեն ինչ կա, բայց հաստությունը զգում ես էլի, հեսական բանի մադելեններին է, ես այսօր պատվիրել եմ արդեն։ Ահա եւ մեր Ֆրանսիայի խոզի այդ պատրաստված ուտեստները։ Ես այս ռեգիոնում որ բնակվում եմ, սիրելիներս, իրանք շատ են սիրում ուտել։ Հենց իրենց գյուղատնտեսներն են բերում, խոզի պաշտետներ։ Սա ինչ է, երեխեք։ Խոզի լեզու։ Տեսնում եք, լրիվ արդեն խալաջեց արած։ Սրանք պաշտետներ, պանիրները, ռոկվորի տեսականիները։ Հիմա ես գիտեք ինչ եմ նայում։ Տեսնեմ ամուսնուս համար ինչ կարելի է հետաքրքիր մի բան գնել, որ ինքը հաճույքով ուտի։ Ես կանախի, սագի, կոկորտը լցոնած, հեսա սա է։ Սա շատ է սիրում իմ ամուսինը, սա դնում ես ջեռոցը ու կդնեմ բանի մեջ այդ։ Ու ասա կուֆախսի բարսարած, էսի ինչ է։ Երեխեք, ժեզետը կանախ, սրանից երեք լիքը գնել եմ,
Այս սա կարելի է գնել 12 եվրո է այսա, մոտավորապես ինչքան է, 448 գրամ, այսինքն կիլոն դուրս է գալի 24 եվրո։ Սա երևի կվերցնեմ ես, որովհետև Սերժը սիրում է երշիկի նման, դնում ես ջեռոցը, ինքը լավ խրխրտան, կարելի է նաև սոխարածով անել։ Դնեմ ստեղ, որ չմոռանամ, ձերքս մաման վերցրել է բանը, այդ տելեշկան գնացել է։ Սա ինչ է։ Քուանը, այս զանք ամուսինը սիրում է, ես նենավիժ։ Ինձ թվում է բուդեն, արյունով սարքած են բուդեն, որ կա, ամբողջը այդ բանի, խոզի կամ տավարի արյունն է։ Ոնց են սիրում սես բաներ, ես ապշած եմ մնում։ Դե գիտեք, իրանց կերակուրն է, այս սա կարող է ամուսինս անով, սա սև խիտոն է։ Կանախի, ղավուրմա դրած կանախի սագի խիտոններն է։ Բանը, ղավուրմեն է, էլի։ Հիմա գնանք Անահիտը ձեր մի հատ էս վիչինաների տեղը, նոր գնամ են մեկն էլ վերցնեմ Սիրգեյի համար ու գնանք տուն։ Լավ, գնացինք ժողովուրդ, ստեղից ոչինչ չունեմ գնելու։ Գնամ Սերժին մեր Սերժի հետ սագի վիզն էլ վերցնեմ ու գնացինք։ Գնացինք սիրելիներս, բայց իմ ամուսինը սիրում էր նաև մռութը։ Բայց տավարի մռութ, հենց մի հատ գնամ մի վարկյան հետ հարցնեմ այդ պետդվող։ Մաման գիտեք ինչ էր ուզում գներ, ավսյանկա։ Ավսյանկեն ստեղ չի։ Ավսյանկեն այստեղ չի, սիրելիներս։ Ավսյանկեկը, եթե չեմ սխալվում, ես ուզում եմ ավսյանկա, որ լինի խոշոր ավսյանկա, բայց որտեղ են ավսյանկաները։ Ավսյանկաները պիտի որ այստեղ լինի։ Ինձ պետք է խոշոր ավսյանկա։ Ֆլոկոն դավուան։ Մի վարկյան, մի հատ անջատեմ կենտրոն անանք։ Ես գիտես ինչքան ժամանակ ման էի գալիս չէի գտնում։ Աչքդ ոնց է տես։ Ներնեմ արևիտ, աչքդ ոնց է տեսել։ Աչքդ տենց բաներ է տես ասա։ Սպասի մամ ջան, իմն էլ հանեմ։ Ես այսօր շատ ակուրատնի առևտուր եմ արել, մամ։ Շատ կոկիկ։ Կեֆիր եմ գնել։ Ուրեմն կեֆիրի վրա գրված է երեխեք։ Իմունիտետ համակարգն է բարձրացնում, նայեք։ Եվ գրված է բանի էտը, մարսողության համար, բայց ես խմում եմ չեմ մարսում, նաоборот։ Քանի որ մայրիկը հրաշալի պեչենիներ է պատրաստել, կեֆիրի հետ դա ուղղակի կլինի մի հատ հեքիաթային կինո։ Այ աստվածին։ Տեսնում եք, սիրելիներս։ Եկանք մայրիկը առևտուր արեց, աստվածի մամային երկար տարիների կյանք տա, ու միշտ այսենց ձերքը իրա կաշիլոկը, ու իրա ձերքը միշտ այսենց երկարն իրա սիրուն թմբլիկ թաթիկները։ Եվ սա ցանկանում եմ բոլորի սիրելիներս։ Ժողովուրդ ջան, հիմա կանգնած ինձ ասպասում սատիկ ճոճկան, հեսա նստ։ Ահա։ Խազեր չանենք մեքենայի վրա։ Նստի մամ ջան։ Նստի բեռնեմ հարավիտ, նստի։ Մարխոշ ցուրտ են խոսքը չի, բայց ոչինչ որ այս քաղաքում մամ գրած է 5 աստիճան, բայց չեմ կարծում 5 կլինի։ Ահա որ նա ստեղ գցի մամ։ Մրսեցի բեռնեմ հարավիտ։ Ты же Советский Союз. Տունենքան տակը մեջ։ No, ասա, я же Советский Союз. Советская женщина. Սիբիրյակի։ Советская женщина, ոտքով տրանսպորտներով գնում էին գործի։ Ուրեմն նստած տելևիզոր էի նայում, Սերժը եկավ, այսօր իր ընկերների հետ ինքը գնացել էր հաց ուտելու, ինձ ասում հələ ջուն ա գալի, տեսել ես չեմ նկատել։ Վա, երեխեք, մեր առաջին ջունն ա, ուրա, մանիֆիկ։ Նենց եմ ուրախանում, չեք պատկերացնում, նենց ուրախ եմ, Դավիթն ու Կարլան էլ եկել են այսօր, լավ ա կվայել են, երեխեք, ես ինչ ցուրտ ա։ Ժողովուրդ նայեք, տեսեք ինչ հրաշալի ջուն ա, ձայնը կտրվել էր, չգիտեմ ինչու, մատս էր կպել, մեր առաջին ջունը, թե ինչու ենք այսքան ուրախանում։ Բարելույս սիրելիներս, ահա մեր առավոտվա եղանակը, ջուն և արև,
բայց տարօրինակն է, որ չի հարվել։ Արևի երևի լավ մառոզա դուրսը։ Այս էլ ես ու Սերգեյ Սերգեյևիչ։ Սա դրել եմ, որ երեխաները արտանան ուտել։ Հեսա գնամ մի երկու հատ կրուասան բերեմ, դնեմ բանի մեջ, ջեռոցի մեջ։ Նոր դեկորից մոտից եմ գնել, որ արդեն թարմ ուտեն, այսօր էլ մաման չիբուրեկի է պատրաստում երեխեք ջան։ Այսօր իմ նախաճաշը սա է, կաթով սերիալ և նարնջի հյութ սուրճ։ Իսկ սա էլ իմ տաբլետը, տեսնեմ պլանչետը նորություններ, տեսնեմ ինչ եմ նայում ու օրգանիզացնեմ իմ այսօրվա օրը։ Ես այսօր Ժանի տունը հրավիրված եմ ինչ-որ մի պրեզենտացիայի խոհարարական ապրանքներին, չգիտեմ, եթե ճանապարհները սառը լինի, դժվար գնամ, ուղղակի կպատվիրեմ, որպեսզի ինքը իրեն լավ զգա։ Բարի լույս կուկու, բարի լույս սիրելիներս, բարի առավոտ բոլորիդ։ Կամաց եմ խոսում, որովհետև երեխաները քնած են։ Ոնց է։ Երեխեքն եկան, ես ուրախ եմ, որ Կարլաս տեսավ ձյունը, որովհետև իրանց ռեգիոնում այդքան ձյուն չի գալիս, որ ասեմ, մենք որ նոր էինք եկել, մեր մոտ ավելի հաճախակի էր ձյունը այս կողմերը, բայց ինչպես տեսնում եք ամեն ինչը փոխվում է և դրա համար երեխեք նորմալ ձյունը գալու ուրախանում են։ Այսօր ես ձեզ ասել էի, հրավիրված էի պրեզենտացիայի, հենց նոր Ժանը զանգեց, ես դից էլ գիտեի ճիշտ ասած, ասեց, որ բանը այդ պրեզենտացիա չի լինելու, որովհետև ժողովուրդը հենց տեղ ձյունագալի վախենում են, սարում է ճանապարհները, ահա որ դե չտեսել եք ամբողջ ճանապարհները, պավարոտներ են, կողքը ձորեր են, մարդիկ վախենում են մեքենա վարելուց, ամուսինս եկավ, ասեց, որ 5 աստիճան է դուրսը, հիմա էտա, եթե ես դրա համար ասեցի առավոտյան տարօրինակ դնել, որ ինքը չէր հարվել, մաման այսօր իմ խնդրանքով, մեր խնդրանքով Դավիթի չիբուրեկի է պատրաստում, հիմա գնամ տեսնեմ ինչ է անում, արդեն չեմ նկարի, որովհետև բնականաբար կամ կտեսնեմ, մի քիչ կադրեր կնկարեմ մամայի հետ զրուցելուց, որովհետև դա կապ չունի ինքը ինչ է պատրաստում, համել գնամ մի քիչ մայրիկիս հետ զրույց տամ։ Գնացինք սիրելիներս, այսօր ես հագել եմ այսենց ժիլետ եմ հագել երեխեք, որ չմրսեմ, իրոք անգամ տունը վառարան, ամեն ինչը վառվում է, բայց զգում ես, որ ցրտոտ է, նմանավանդ, որ չեմ շարժվում, դրա համար հագա այս ժիլետը, հիշում եք սա անցյալ տարվանից է, ժիլետը չէ, սա սվիտը անթև և իմ վերնաշապիկի հետ։ Այս շալվարի հետ է, ուրեմն այս շալվարն երեխեք Black Friday է հիմա և այն ջինսի գույնը իջել էր 50%, բայց սևը չի իջել, այնպես որ ասել իմացեք, իր գինը 41 եվրո է, այդքան էլ թանկ բան չի, բայց ցեպ չունի, այն ամենակարևորը ցեպ չունի և կոչվում է տափակ փոր, եթե մի քիչ նեղ եք գնում, ինքը բանտաժի նման սենց ավելի է տափակացնում։ Ասեմ էլ երեխեք ջան, ինչա, կիսվեմ ձեր հետ, սիրելիներս։ Հա, նայեք, տեսեք այս շալվարը, ինքը լայն շալվար է, ջինս է, բայց ամբողջությամբ էլաստիկ, նրանք ովքեր ունեն պրոբլեմներ, այսինքն պրոբլեմ որն է, փորի հատվածում չեք ուզում, որ ցավա, չեք ուզում, որ ձգի, պաժալստը, տեսեք ինչքան հետաքրքիր շալվարի ձև է, ես մի քիչ ագահաբար մեծ եմ վերցրել բոյի համար, բայց դուք կարող եք նենց վերցնել, որ այսին սկիպ նստի, որտեղ տեսեք, այսքան տեղ կա երեխեք ջան, գնացինք, եկանք երեխեք ջան, մամայի մոտ մի քիչ զրույց տանք մայրիկիս հետ, բարև մամ ջան, վախ, երեխեք ջան, որոշել ենք չիբուրեկի սարքենք, արդեն ես ձեզ ռեցեպտը ասել եմ սրա։ բոլորդ գիտեք, գնացեք մտեք առաջվա բլոգների տակը նայեք։ Ես անպայման սլայոնի նման եմ անում, որ խմորը շատ համով լինի, դրա համար 2 անգամ կարակ եմ քսում, հապում եմ, դնում եմ մի ժամ հանգստանալ սառնարանում, հետո նորից արդեն նոր սկսում եմ պատրաստել չիբուրեկի։ Միսը արդեն ֆարշը պատրաստել եմ, ահա, ձեր կարակը քսում եմ, հավեցնում եմ լավ,
Ես առաջին երկու անգամ անում եմ այս գործողությունը, հետո նոր փոքրիկ գնդիկներ եմ անում, 50-60 գրամանոց, հացի խմորից պինդ եք անում, մի քիչ պինդ եք անում, համեմատ հացի խմորի։ Ինչ լավ կլոր ես անում, իմ մոտ չի ստացվում տենց էլ, այ մարդ, երևի գա մոտը դասընթացներին։ Ինչքան հաց ու պանիր դուտես։ Թարսի պես է ժողովուրդ ջան, ոչ հաց ենք կարում ուտենք, ոչ պանիր չաղանում ենք։ Այդ երկու ուտեստը ուտեմ, հաջորդ օրը մի կիլո ավելանում ես։ Անա, դե ուտես, Բայց չափիս ամաներ, շաբաթը մի անգամ եմ ուտում, մամ ջան։ Ժողովուրդ ջան, տեսնում եք, կարակը քսեց, հիմա տեսեք ինչքան սիրուն փաթաթում, հա։ Մեկ, օկուս, ով էր պուճուր ժամանակ ասում, մեկ, օկուս, եկ։ Ով էր աստված իմ Դավիթներ ոնց որ։ հիմա ես կծածկեմ ու կտնեմ սառնարանը, որպեսզի մի ժամ հանգստանա։ Մի ժամ հետո նորից սկսեմ նույն գործողությունը երկու անգամ բացում եմ, կարակը քսում եմ։ Այդ ռեցեպտը որտեղից ես մամ բան արել, որտեղ մարդիկ կան չիբուրեկին անում են առանց կարակ քսելու։ Բոլորին են նայում եմ, ոչ մեկը կարակ չի քսում։ Հա։ Դրա համար է քոնը տենց լայոնի նման ճճտում։ Իսի, որ ասեմ, երևի մի քիչ գլուխ կովալ կլնի, եսի մեր լեննագանցիների ռեցեպտն է։ Մի հատ լեննագանցի աղջիկ ինայցի, որ ասեմ 40 տարի առաջ։ Հալու համար։ Այս ռեցեպտ ինձ ասել է մի հատ լեննագանցի հարգե չեմ առանձնացնում լեննագանցիներին, համենայնդեպս ես շատ եմ սիրում դրանց խոհանոցը, դրանց կանացիությունը, դրանց ամեն ինչին ձգտում ունեն դրանք, հատուկ են դրանք։ Բայց նոր մի բան ասեցի։ Անում եմ, բայց մի քիչ ավելի, որ ես երևի լեննագանցի եմ, գնահատում եմ դրանց էությունը։ Հա, ուրեմն այս ռեցեպտը ինձ ասել է երևի ասեմ, մի հատ լեննագանցի աղջիկ, որ ասեմ երևի մի 40, երևի չէ, մի 50, երևի մի քիչ մոռանում եմ տարիքը։ Որ ասեք թե 50 եմ ասում, պատկերացրու թե այդքան չէ, ես 40 տարեկան եմ այդքան փոքրացումները։ Հիմա թողին սիրելի աղջիկները, հարցները, երեխեքը, թորները, ծիծաղաները ուրախանան, որ իրաց տատիկն այդ տարիքին է, բայց կարողանում է խմորեղեն պատրաստել, ուրախացնել երեխեքին, դեք ինչ մի քիչ հոգնում եմ, գիտեք ինչ, տարիքն իագորն անում է, բայց դե չեմ ուզում, որ հնարավոր չի, հոգիս չի մեծանում։ Չես ուզում հանձնվես, չես։ Հոգիս չի մեծանում, այդ Չես ուզում հանձնվես։ ես գնում եմ նույն տարիքին։ Այ մամա։ Վերջը, Հետո ես հիմա որ նայում եմ չիբուրեկիները ռուսները, շատ է, բոլորն են նայում եմ Facebook-ով, YouTube-ով նայում եմ, բան ոչ մեկի ռեցեպտ իմի նման չի։ Այդ աղջիկը եկավ քեզ ասեց այդ։ Չէ, ես չգիտեմ որտեղ եմ հանդիպել այդ անցած շատ երկար տարիները, ասեմ քեզ 50 տարի էցին ինչ կա։ Վերջը չեմ հիշում անայ, ջան, ինչ սուտ ասեմ։ Վերջը այդ ռեցեպտն ինձ ասել է, ես գրել եմ դրանով Երևանում եմ պատրաստել երկար տարիներ։ Եկել եմ ստեղ ես երկրում եմ պատրաստում, բայց այդ ռեցեպտը երբեք չեմ մոռանում։ Երբեք։ Գրանցեք ձեր մոտ։ Հետո արտագրեցի ընդանուր բանի մեջ, տետրի մեջ։ Վերջը մի խոսքով գիտեք ինչ կա, դա որ վերցնում ես, դա խելքի մոտ բան է, էլի։ Ոնց որ սլարունի խմորն ես անում երկու անգամ փաթաթում ես այլն, դա կապ չունի, ժայթ ես անում թե ինչ եւ այլն։ Ուրեմն ավելի շերտավոր է գալիս։ Ավելի նուրբ է գալի խմորը, չի կարողանում տախտակի նման չորանա։ Դա բնական է, որ գիտակցում ես, բդացում ես, դա ապրես, ճիշտ ասում երեխեքը։ Շատ երկրների եմ նայում, ասիական, եվրոպական բան եւ այլն, դրանց մոտ պես ինչ են անում, ասենք թե ուզում ես խմորը շերտերով անեն եւ այլ, թե ինչ խմորեր են անեն, բացում են մի 5-6 հատ, շարում են, բացել կարակ են գցում, շարում են, հետո ընդհանուր բացում են, կտրատում են, խաչապուրի նման են անում, ոչ ձևավորում են, որ սենց կտրում են, լրիվ շերտեր է։ Շերտեր է, ապրես, ճիշտ է, հա։ Հաճելի է։ Տլախ չի լինում, էլի տլախ։ Լրիվ շերտեր է, լինում ոնց լայոնի, ոնց որ շերտեր դու տեսնում ես։ Եվ ավելի հաճույքով ես ուտում, ավելի համեղ է լինում։ Եվ գիտես ինչ, դες հիմա հատկապես Անահիտը,
Հատկապես անայդը խուսափում է կարակը, յուղոտա։ Կպավեն Ասում որ յուղոտ չի լինում, հապ չի ունենում, չի կարող։ Են որ լավ ասեցիր էլի։ Ասում մի հատ մեծ գեղեցիկ խոսք։ Ասեցիր են որ բերանիդ համտու գրպանիդ ցավտու։ Հա, ապրես աղջիկ։ Հիշում եմ մամ ջան բառը, արդեն հիշում եմ։ Երեխեք էս ինչ մառոս, կրասնի, բայց ես ուզում եի երեք մի քիչ ձյուն ուտեի, առաջին ձյունը ասում է որ առաջին ձյունը ուտում ես, բան ես պահում, երազանք։ Կարծում եք սացիկ։ Կեղտոտ է, երեխեք ճիշտ ասում, առաջին ձյունը Գիտես կեղտոտ։ երբ եմ ուտում, այս սարերից որ գնում են երկար։ Գալիս է, հա։ Հետո հանում են դաժե վրայից, որ տակից են ուտում։ Դեք ինչ, դե մարդի ուղեղն են ա, որ անկախ քեզանից, անկախ քո ուզելուց, հիշողությունները վերանորոգվում են, գալիս են, դաժե 50, 60, 70, հիմա ես ինչ-որ ասում եմ, երևի մի 80 տարվա առաջվա պատմություններ, բաներ, հիշողություններ ա, որ իմ մեջ գալիս է։ Անայ ջան, որ գնում ենք յուղը, այդ դպրոցական արձակուրդներին մի 10 օրով գնում եք հորեղբորս տունը, շատ են սիրում այդ իրանցի դարորյան, իրանց կյանքը, հետո իրանք էլ մեզ շատ են սիրում, այդ մի հորեղբայրն ունեմ հորս կողմից աշխարհում, այդ մի հորեղբայրն ա եղել, ու ինքն է շատ մեզ սիրել ա, դե պապայիս հետ էլ ինքը որ գաղթվել են երկրից, եկել են, երկուսով են եղել եւ այլն, մի խոսքով այդ արդեն պատմել եմ դաժան բանկությունա ճակատագիրա չեմ ուզում նորից հիշեմ, բոլորն էլ մեծերն էլ մեր լսողների մեծ մասը, որ ասեմ 80%-ի ծնողներն էլ բոլորն էլ գաղթվել են, եկել են, տանջվել են, բոլորն էլ այդ պատմությունները գիտեն։ Հիմա այդ գյուղը որտեղ հորեղբաց էր ապրում, լրիվ մշեցի էին, ընդամենը 100 տնտեսություն էին։ Բոլորը նույն տեղից եկել էին, նույն տեղից, նույն գյուղից, նույն ավանից, նույն տեղից ու պատկերացնում ես, իրանք բոլորը բարեկամներ էին, եթե բարեկամը չէ, քավորստաներ էին, օդայմավ չկա, ասենք հարսանիք են անում, չան այն, ամբողջ գյուղը գալիս էր։ 100 հոգի ինչ այդիցա բարեկամ։ Տնտեսություն էր, հա, գալիս էին, մեկը քավոր էր, մեկը քավորստաներ էր, մեկը հորկուր էր, մեկը մորկուր էր եւ այլն։ Ուրեմն որ ձուրը ասեցի, ինչ հիշեցի ամառը ջան։ Ուրեմն դե այդ թվերին այդ ժամանակաշրջանում մշկերը, միշկը, ամեն ինչը դեֆիցիտ էր, շատ բարեկամ։ Հիվանդները, որ արդեն մեծանում են իհարկե, տեսիլ չէ, երիտասարդ չէին մահանում։ Այդ երկրի ժողովուրդը արդեն մաքուր սնված բնությունից բան երկար են ապրում։ Ունակ իմ պապը 110, 15 տարի ապրել է, իրանք թվով, որ հաշնեք, այդքան ապրել է ինքը։ Հա, ուրեմն որ մարդը մահամերձ է լինում, արդեն մեծանում են, բան, ատե ասներ, մար ինչ կուզես, ձունը ասմա, վեր սարի ձունը կուզեն, արվում ամերսը, ու ինչ է ծմերվա է ծրտին, է ձունը, որ մետր ու կես պաստրություն ուներ է սարերում, դրանք գնում են, բարև ներնեմ ջանիտ, իմ անուշ տղա, ես է գիտեմ թե, դուք չեք եկել հնը, ցավըտ տալի տատի, Բարև տատ, ներնեմ տղի սիրուն ջանին, տատի մերնեմ, իմ անուշ հոդիտ մերնեմ, իմ Դավիթ ասեմ պոչում, Չիբուրեք եմ անում քո համար, ներնեմ արիդ, կանանչի չեմ կծում մեջը, որ իմ տղեն ուտի։ Կարլան էլ է շատ սիրում, գիտես չէ Չիբուրեկի որն է Դավիթ։ Գիտի, ոչ չգիտեմ։ Այդ աղացած միսը որ սենց լուսնաձև է, որ այդան մի անգամ ես տեղ չեմ եղել, դուք կերել եք, շատ եք հավանել, ոնց որ բան լինի, այդ պատը ֆեյտեի նման է, ձեթի մեջ ժանի տար։ Ավի հա, հիշում եմ։ Բիլմինի մեծ տեսակ է։ Չէ, Չիբուրեկին, հետի Չիբուրեկի։ Տիրաշտորմա սենց երկար, բայց մեծ դրված է։ Որ սիրուն ջանիտ, մազեր սիրուն է, որ կտրեցի շան։ Հետո մանջան, բա։ Ներեմ արիդ, վերջը դենց, այդ հին պատմություններ են պատում, դադուշես։ Հա, Հիշողությունս եկավ երևի մի 80 տարի։ դեմ մամա բանա պատում, Ձագորյան։ Ցնի, հա։ Առաջներ այդ հին ժողովրդի կյանքի կենցաղի մասին են պատմում։ Գնա մերում ջան, գնա լվացում։ Եկա դե հարսիկ ծայ։ Ուй, ներնեմ իմ սիրուն աղջիկա։ Ça va, ma chérie. Ça va. Vous êtes arrivé à 1h30, c'était. Ouais, mais moi je dormais, je me suis endormie là-bas. C'est vrai? Ouais. Oh là là. Balev. Chibourekim sarkum kama. Chibourek. Aujourd'hui. Et c'est quoi? C'est. Tu l'as Très mangé? très J'en très. ai mangé déjà? Je sais pas. C'est un entre pilmini et pâte de Non. feuille. C'est une pâte qu'elle fait. Tu verras la viande, je sais Pour trop sarke, comme ça. qu'est-ce que nice. Elle dit quand je le Ça ferai, sent tu très viendras. bon. Tu Oui, je viendras voir. viendrai regarder. Ok. Ah. Ok, ça sent trop bon déjà. À toi aussi, ma chérie.
Երջը խոսքս հա կդրվում է։ Քրիստիան համար, որտեղ մեծահասակներին ջուն էին տալիս։ Հա, այդպես դրանց ուրիշ ինչ ունեն այդ ամսին իհարկե գիտակցում ոչ մի բան չկա վարվում էր։ Գնում էին սարը, բարձրանում էին սարը։ Այնտեղ թե կարող է ներքևում այդ կանցուն չկա արդեն դե ասեն գարուներ, բայց սարը ձունը չէր հալվում։ Ինչի մայիսը ձուն էր մնում։ Բարձրացան։ Գնում էին վերջում տանում էին, ծուրում կերում էին, ես ադեն ուտում էր ու մահանում էր։ Պատկերացնում եք։ Հիշեք ես կներեք ինձ ես տհաճ խոսակցությունը հիշելու համար, բայց դե կյանքը այդի։ Դե կյանքը այդի, ուղղակի գիտես ինչ, հիմա համեմատում եմ այս ժամանակաշրջանի կյանքը, ես այնքան ուրախ եմ, որ տեսնում եմ, ես անչափ շնորհակալ եմ երկնքից, անչափ եմ շնորհակալ, որ ինձ բախտ ա վիճակվել ապրեմ, այն տեսնեմ, ասենք, թե 80 տարի առաջվա կյանքը կենցաղը իմ ծնողներին, իմ երկրից եկած փախած այդ դառը հիշողությունների այդ մարդկանց մեջ, ինչ ասեմ, իրանց գիտեք ինչներ մխիթարում, որ բոլորը մի տեղից էին ու իրար հետ էին ապրում, շատ դաժան էր, դրանց մեծերի դեմքին ժպիտ չկար, երբեք դրանք չէի ժպտում, իմ պապը գիտես ինչ է ասում, արդեն վերջի տարիներին էլ մոտ 8 տարի կույրացավ, երևի գիտես կույրացավ որն է, կատարախտը երևի փակեց աչքերը, երբան չէր տեսնում, հա։ Դենց անդադ որ նստում ես երեքան շատ էի սիրում, ու ես դեմքով շատ եմ նման պապիս, որ ժամանակվայց է բոլորներ ասել են պապի դես նման։ Ու հետո սիրում էի, որ մեծերի կողքը նստեմ, պատմություններ լսեմ, հարց էի տալիս, պատմում էր, մալ ուղուլ ասում էր, մալ, իշտան մրերգիր, մի փուր հող թալեն մալի մաշկերում նոր մեղնեմ։ Իրանց հողունը չերին էին կարող։ Երանուհի ջան, ամեն անգամ մամա որ պատմում այս մուշից, դու գիտեմ որ շատ հուզում ես, որովհետև իր ծնողներն են մուշից, ինքը Ամերիկայի շատ էր նան այդ, շատ էր։ Շատ ում բախտ վիճակվեց, ասենք թե եկան նավով կարողացան անցնեն, շատ դժվարությամբ անցնեն Ամերիկա գնացին կողմերը, Ֆրանսիա, Մարսել եկան ահագին։ Մարսել եկան։ Ես կապա հիմա ելեմ նորից շարունակեմ։ Եվ մերնեմ Ելեմ նորից շարունակեմ, նորից բացեմ մի հատ էլ փակեմ։ Այո։ Ու կթողեմ երկար ժամանակ մինչև ասում թե 12-ը կթողեմ, որ ինքը հանգստանա։ Դե ինչ սիրելիներս, եկեք ավարտեմ այսօրվա վլոգը, կարող եմ ասել այսօրվա սերիան, հաջորդ սերիան կդիտեք վաղը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ գեղեցիկ օր եւ ասեմ, որ ձեզ շատ սիրում եմ եւ շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, ձեր հարգանքի համար, ձեր գեղեցիկ բարերի համար, համբուրում եմ եւ ասում պակա, պակա։